Ողջույն։ Ամենակարևոր բանն եմ ասելու առաջիկա 2-3 շաբաթվա վերաբերյալ։ Մենք հիմա վերադառնում ենք Տավուշի մարզից, շուտով կմտնենք Երևան։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, կարող եմ ասել 18 օրվա ընթացքում, ծրագրում եմ հետևյալը։ Ես այս մի քանի օրը անմիջականորեն կկապվեմ քաղաքական կազմակերպությունների ղեկավարների հետ ու իրենց կասեմ, որ եթե իսկապես իրենք դժգոհություններ ունեն այսօրվա իշխանություններից, ապա ամենակարճ ճանապարհն այն է, որ գոնե այդ դժգոհությունը արտահայտվի։ Քանի որ կա այդպիսի նախաձեռնություն ուրբաթ օրերը, ուրեմն առաջիկա ուրբաթ եւ հաջորդ ուրբաթ ժամը 4-ին բոլոր քաղաքական ուժերը, որ դժգոհություն ունեն, հրավիրում են, որ միասին այդ դժգոհությունը ներկայացնենք ամեն մեկս մեր ոլորտի վերաբերյալ իրավախախտումներով։ Ակնհայտ է, որ մեր բոլոր դժգոհությունների հիմքում իրավախախտումներ են ընկած, իշխանությունների իրավախախտումները։ Եթե սա իրենց դուրը չի գալիս կամ կա քաղաքական ուժ, որի դուրը չի գալիս, խնդրեմ ասեք դուք ինչ եք առաջարկում, կարող է մենք միանանք։ Մեր առաջարկը, իմ առաջարկը շատ հստակ է։ Ունենք դժգոհություն արտահայտում ենք, սրա հիմնական նպատակն այն է, որ մենք մեր ապագա գործողությունների համար հող նախապատրաստենք։ Այսինքն սահմանազատվում ենք Նիկոլից։ Նիկոլի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումը, ուրացումը համարում ենք մերը չի։ Դա Նիկոլն անձամբ է արել։ Հետո ինչ որ ինքը որպես ամբարտավան լավգոտ գյադա ասում է, որ Հայաստանը դու չես Հայաստան, այ ոչխար, Հայաստանը ես եմ։ Հայաստանը ճանաչել է եւ ճանաչում է թե Արցախի ինքնորոշումը, թե Ադրբեջանի, թե թուրքերի բոլոր ազգերի ինքնորոշումը։ Ես բողոքում եմ դրա դեմ, օրինակ։ Եկեղեցու դեմ գործ է անում, հակաօրինական, բողոքողը կարող է այդ կարգախոսով դառնալ։ Հարկային տերոր է սկսված, կարող է գալ ասել ոչ հարկային տերորի։ Իրենց պաստառներով, իրենց տասնյակ հարցեր կան։ Սահմանադրական բարեփոխումներ է կոչում մի գործընթաց, որը միայն հետին նկատառումներ է ուղեկցված եւ մեծագույն իդիոտությունն է, որ որևէ մարդ արարած կարող է անել։ Ասում են, որ այսօրվա սահմանադրությունը վատն է, բայց սահմանադրության հիմնական պետական կառավարման համակարգը պահպանում է։ Ու չի ասում, թե ինչով է վատը։ Ուզում եմ ասել, շատ բողոքներ կան եւ բոլորը կարող են դա արտահայտել։ Այս ուրբաթ ժամը, լավ, այս ուրբաթ անենք ժամը 4:30, 4:30, որտեղ աշխատանքային օր է։ Մյուս ուրբաթ օրվա մասին կխոսենք։ Ուրեմն իրազեկումը ես քաղաքապետարանին արել եմ ու կանեմ, բայց եթե որևէ մեկը շարունակում է դժգոհել այսօրվա իշխանություններից, կառավարությունից, սակայն ինքը ոչինչ չի անում եւ չի ուզում միանալ խանդից, նախանձից, վախկոտությունից ելնելով, չի ուզում միանալ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդի կազմակերպած միջոցառմանը, թող ինքը իր համար մտածի, թե ինքը ով է։ Գնահատական չտա։ Դժգոհում ես, ոչինչ չես անում, քեզ առաջարկում են համատեղ դժգոհել, որը հիմք կդառնա նաև հետագա համագործակցության համար, ու տանը վեր ես ընկած։ Ու մտածի դու ով ես։ Հաջորդ ուրբաթ գուցե անենք ժամը 5-ին, իսկ ամփոփելու ենք ամեն ինչ մեր այդ դժգոհությունները, ասենք մեր բողոքն ենք արտահայտում։ Բողոքն ենք արտահայտում ոչ թե կոնկրետ Նիկոլին, այլ ինքներս մեր հանրությանը ցույց ենք տալիս, որ մենք Նիկոլի հետ կապ չունենք, նրա այս արած խուժանությունների հետ, սոցիալական պետության համար անթույլատրելի պարգևավճարների խտրականության մատուցման հետ կապ չունենք։ Եթե կրկնում եմ, դուք ունեք ինչ-որ բան, կասեք, նաև այդ օրը կասեք, բայց սա մի բան է, որը կապված է ընդհանուր վիճակի հետ։ Մասնավոր որևէ բան ինձ համար, իմ շահերից ելնելով չկա։ Իրավախախտումներ կան, այդ իրավախախտումները մեզ համար անընդունելի են։ Գալիս ենք 1 ժամ կանգնում, եթե կարող է նաև երթ անենք դեպի իրավախախտումների նկատմամբ պատասխանատվություն ունեցող դատախազություն, արդարադատության նախարարություն, այդ բաները կորոշենք միասին։ Ուրեմն կուսակցությունները, եթե կհասցնեն որոշում ընդունել, կարող են գալ իրենց պատասխանատուներով կամ իրենց ներկայացուցիչներով, կամ եթե ինձ նման են անում, այսինքն որպես ես ԱԻՄ-ի ղեկավարն եմ, բայց կազմակերպության մասնակցության իմաստով քննարկում չկա։ Ես աշխատում եմ քաղաքացիների հետ։
տարբեր ձևեր կան միանալու եւ կամ էլ կարելի է կոչ անել համախոհներին միանալ բողոքի այս երկու ցույցերին, ընդամենը երկու ցույց։ Հետո արդեն որոշենք ինչ զարգացումներ ունենալ։ Իսկ եթե քաղաքական կուսակցությունները իրենց պարտականությունները կատարել չեն ուզում, թերանում են, ծուլանում են կամ ծախվելու են պատրաստ կամ ծախվել են արդեն, քաղաքացիները այս երկիրը կուսակցություններին չի։ Կուսակցությունները ընդամենը կազմակերպական դեր ունեն համախոհ քաղաքացիներին համախմբելու։ Դա է իրենց հիմնական դերը։ Ուրեմն քաղաքացիներ դուք որոշեք, աջակցում եք ձեզ ժամանակին անկախ պետականության հասարած մարդուն, թե ոչ։ Ձեր շուրջը լիքը թափթփուկներ կան, ծախու արարածներ, նաև բարոյապես փչացած մարդիկ, որ ձեզ այլ բաներ կասեն։ Խոսեն տարբեր շահերից, նկատառումներից, կզբաղվեն բամբասանքներով, կփորձեն ինձնից հեռացնել։ Դրանով KGB-ն զբաղված էր երկար տարիներ, տասնամյակներ։ 20 տարի, որ ինձ բռնադատում էին, նպատակը ո՞րն էր։ Ինձ ձեզնից մեկուսացնել, որ արտաքսեցին նպատակը ո՞րն էր։ Ինձ ձեզնից մեկուսացնել, որպեսզի այն ճշմարտությունները, որոնցով ես ավրում եմ, որոնք ճիշտ են, ձերը չդառնան։ Իմ օրինակը ձեզ համար վարակիչ չդառնա, ինչպես 88 թվականին բոլորն ասում էին, կամ մի երիտասարդ, որ 18 տարի բանտերում է եղել, հետ է եկել ու էլի պայքարի մեջ է անկախություն թերթ է հրատարակում։ Դե մի երկու տարի էլ մենք կնստենք։ Հիմա էլ այդ տեսակ մարդիկ, դրանց ժառանգները, դրանց հետևորդները կարող են կողքից տարբեր բամբասանքներ ասել, բայց ես չեմ ասում, չէ, եկեք իմ մոտ։ Ասում եմ, ձեր բողոքները արտահայտելու, միասնաբար արտահայտելու օր կա։ Դա առաջիկա ուրբաթ օրն է, ժամը 4:30, 16:30։ Հետո 18-ին արդեն մենք կամփոփենք, ամսի 18-ին։ Փետրվարի 18-ը պատմական օր է, ես հետո դրա մասին խոսեմ։ Բայց այս առաջարկը ես անում եմ, եթե որևէ ավելի լավ առաջարկ կլինի, կքննարկենք, ինչ-որ բան կփոխենք, բայց քանի որ ուրիշ որևէ առաջարկ չկա, կոչս այն է, որ պարապուրտ մեզ պարապուրտի չմատնենք, մեր ժամանակը չվատնենք, առանց էլ Հայաստանի հայության վիճակը շատ ծանր է։ Եվ այսօր եթե մենք չենք սահմանազատվում Նիկոլ Փաշինյան կոչված ազգադավի հայտարարություններից, գնահատականներից, քաղաքականությունից, մենք նշանակում է խրախուսում ենք այս պարտավորականությունը, ապօրինությունը, կեղծ խաղաղությունը, ու վաղը դրա համար պատժվելու եք, ես չեմ պատժվի, դուք եք պատժվելու, ու հետո գլխներից չտակ։ Են որ ասում էին Հայրիկյանը ինքը իր վրա կրակեց, հետո տեսակ ինչքան իրենց վրա կրակող անմեղ երեխեք ունեցան։ Ոչինչ անհետևանք չի մնում։ Կասկածում եք, էլի օրինակներ բերեմ։ Նա որ ասում էր Հայրիկյանի վրա, Հայրիկյանին կանանավորելը քիչ է, նրան գնդակահարելն անգամ քիչ է, որովհետև անկախություն է ուզում, ինքը գնդակահարվեց։ Հիմա ես ձեզ ասում եմ, եթե դուք այսօր դժգոհում եք, կմկմում եք, քրթմնջում եք տնային պայմաններում, ապա լավ ապագա չի սպասվում։ Ուրեմն այսօր պատասխանատվություն եմ կոչանում, պատասխանատվության կոչ եմ անում եւ բոլոր քաղաքացիներին անկախ նրանից քաղաքական ուժերը կունենան առողջ բանականություն, թե ոչ։ Ես կասեմ, դուք ձեր խոսքը պիտի ասեք վերջնականապես։ Ուրեմն կսպասեմ ուրբաթ օրը ժամը 4:30։